Անվարձահատույց դոնոր լինելը պատասխանատվություն է։ Այս գաղափարը Սիրեկան Մաքթաղյանը իր դստերը վաղ տարիքից է սերմանում։ Որոշել է ամեն տարի կատարել իր սոցիալական պարտքը, գալ ու նվիրաբերել արյուն, ինչ-որ մեկին նոր կյանք տալով։ Ամենակարևորը այն է, որ մարդկանց փորձում ես օգնես, անկախ նրանից, թե ում կհասնի քո արյունը։ Կարևորը նպատակին է ծառայում։ Արյունատվությունից հետո հաճախ ստիպված է լինում բացատրել շրջապատի մարդկանց, ինչու է ձեռքը կապած։ Կարճ ասում է, մարդասիրական քայլ եմ արել։ Հարցնում են, ինչ ա եղել, խնդիր չկա հետդ։ Ասում եմ, չէ, գնացել եմ արյուն եմ տվել։ Ու հարցնում են, ինչքան գումար են տալի։ Ես էլ պատասխանում եմ, որ ընդհանրապես չեմ էլ հետաքրքրվել, չի էլ հետաքրքրում առհասարակ ինչքան գումար են տալիս, որովհետև ես գումարի համար չեմ տալիս, անվարձահատույց եմ տալիս ու ցանկալի կլինի, որ շատերը ու գրեթե բոլորը, եթե բոլորը կան այդպես անվարձահատույց փորձեն արյունը տալ, շատ ավելի լավ կլինի։ Առանց ստուգված, մշակված արյան պաշարի հնարավոր չի լինի օգնել ծանր հիվանդություն ունեցող դժբախտ պատահարից տուժած մարդկանց, իսկ երբեմն կյանքը կարող է փրկվել րոպեների ընթացքում։ Պարբերաբար լուսաբանել եւ խոսել արյան պաշարների կարիքի եւ կամավոր դոնորության մասին, բայց երբեք չլինել արյան դոնոր արդար չէ։ Ուստի այսօր մեծ սիրով եւ պատասխանատվությամբ պատրաստ եմ նվիրաբերել արյուն, վստահ լինելով, որ այն կյանքեր կփրկի։ Իդեպ մեր օրգանիզմը արտադրում է այնքան ռեսուրս, ինչքան որ իրեն անհրաժեշտ է, այսինքն որքան արյուն ենք կորցնում, այնքան օրգանիզմը արտադրում է։ Երբ որ մենք որոշակի քանակով արյուն ենք կորցնում, երբ որ օրգանիզմից դուրս է գալիս որոշ քանակի արյուն, սկսում են նոր բջիջների արտադրման process-ը, եւ այդ process-ը բավականին արագ է տեղի ունենում։ Հեղուկ մասը, որը կար արյան մեջ, մենք երբ որ ջուր ենք խմում, արդեն մեր մարսողական համակարգից կանցնի արյանում, իսկ բջիջների քանակը շատ արագ կվերականգնվի։ Տարվա ընթացքում տղամարդիկ կարող են արյուն հանձնել մինչև 5, կանայք 4 անգամ։ Մարմնի նվազագույն զանգվածը տղամարդկանց դեպքում 62, կանանց դեպքում 52 կիլոգրամն է։ Արյան 3 բաղադրամասն էլ շատ կարևոր է։ Ամենամեծ պահանջարկը, որ գրեթե 100%-ով սպառվում է, դա էրիթրոցիտային զանգվածն է, այդ կարմիր մասսան, որի պահպանաժամկետը 42 օր է եւ մեր ամենամեծ խնդիրը այստեղ է դեֆիցիտի առումով, որ շատ արագ է սպառվում ու շատ մեծ պահանջարկ ունի։ Մյուս բաղադրամասը թարմ սառեցված պլազման, ինքը թեկուզ եւ պահվում է 3 տարի եւ թվում է թե մեծ պաշարներ կան, բայց իր պահանջարկը շատ քիչ է եւ մեծամասամբ հիմնական 70-80% ժամկետանց խոտանվում է, որ պլազմայի պահանջարկը շատ քիչ է։ Առջևում արյան դոնորի միջազգային օժն է։ Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը շեշտում է, ժամանակակից գիտությունը կարող է ստեղծել նորագույն սարքավորումներ, բացահայտել բարդ մոլեկուլային մեխանիզմներ, սակայն արյան փոխարինող դեռ չի ստեղծվել։ Արյունը կյանք է, իսկ արյունատվությունը կյանք նվիրաբերելու բարձրագույն արարք։ Արյունատվությունը պարզապես բժշկական գործընթաց չէ, այն մեր հասարակության առողջության եւ համերաշխության ցուցիչն է։ Տարեստարի նկատվում է արյունատվության բոլոր տեսակների քանակական աճ եւ ընդհանուր արյունատվության եւ ամենակարևորը անվարձահատույց կամավոր դոնորության աճ է նկատվում։ Եթե 24 թվականին մենք ունեցել ենք 2000 անվարձահատույց դոնոր, որը մինչ այդ եղած ամենաբարձր ցուցանիշն է եղել Հայաստանի Հանրապետությունում, ապա 25 թվականին անվարձահատույց դոնորությունը դարձել է 3000։ Այս տարի արդեն նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ ունենք եւ հուսով ենք, որ տարեվերջին նոր ռեկորդ կսահմանենք։ Քաղաքացիական բարձր գիտակցությամբ արյուն հանձնեց նաեւ մեր օպերատորը տեսախցիկը մի քանի րոպեով վստահելով ինձ։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։